Շատ վախացրեցիր, Հենրի։ Չէի ուզում, ստացվեց։ Դրա համար դուրս գալուց առաջ պետքա ինձ էլ ասեր, ես էլ քեզ հետ դուրս կգայի։ Ինչի՞։ Որ հիմա դու էլ ստեղ կողքս պարկած լինեիր։ Չէ, եթե ես քեզ հետ լինեի, հաստատ վթար չէր լինելու։ Հələ տես, որ չի պատասխանում։ Վայ Աստված ջան, սա մի փորձանք բերած չլինի գլխին։ Ոնց 2 կոպեկի համար իր խաղաղ կյանքը փչացրեց։ Խնդրեմ, չի պատասխանում ու վերջ։ Ուզում ես սպանի, ինչ ես կանգնել։ Շատ բաների մեջով եմ անցել, շատերի վրայով եմ անցել, մինչև հասել եմ իմ նպատակին, բայց Աստծո գործերի մեջ քիթս չեմ խոթել, մարդկային կյանք չեմ խլել, ու հիմա էլ չեմ խլի։ Քեզ նվեր եմ տալիս, գնա ապրի, բայց մի պայմանով, դու բոմժի կարգավիճակ ես ունենալու, որտև քո նման շահամոլ մարդը, երբ որ բոմժի կյանքով է ապրում, դրանից սարսափելի բան չի լինում։ Անարդար ես վարվում հետս սոս, ես քեզ համար քիչ բան չեմ արել։ Դու ես արդարությունից խոսում, մի ափսեի մեջ ուտում ես ու այդ ափսեի մեջ թքում ես, դու գիտես ինչ է արդարությունը։ Այդքան տարի օգտագործել ես ինձ։ Չօգտագործվեիր, դրա մասին է ես պիտի մտածեմ, հենց ուղեղդ սկսեց աշխատել կհասկանաս, թե ինչ լուրջ խնդրի մեջ ես դու, Բագրատ։ Ալո, բարեբալես։ Ասա լսում եմ։ Բալես, Բագրատից էի անհանգիստ։ Կարող է այդտեղ եկած լինի։ Մի քիչ առաջ էստեղ էր, բայց արդեն գնաց։ Այ քեզ բան։ Բարու գնացած կլինի։ Զանգերից չի պատասխանում, արդեն խելագարվում եմ։ Մի անհանգստացի, իր հետ ոչ մի բան չի լինի։ Ասեց ու անջատեց։ Աստված ջան։ Կլինի մի օր, որ առաջվա նման խաղաղ ու երջանիկ ապրենք։ Բալես։ Ես չխելագարվում, լավ է։ Ուր գնացիր այ Բագրատ։ Մոսկվայում ինձնից հավատարիմ մարդ չունեիր։ Եկանք Հայաստան ինչ փոխվեց, հա։ Այդ նույն հարցը ես եմ քեզ ուզում տամ։ Եկանք Հայաստան շախունցներին տեսար ախորժակդ բացվեց, ուզում ես երկու դռնից ելում ու տանես։ Կնոջդ հայրն եմ։ Ես ոնց ես հետս խոսում, չես զգում, որ բոլոր սահմանները անցնում ես։ Դու չես որոշում իմ սահմանները, դու շատ փոքր ես, որ դա որոշես։ Հիշի, ամեն արածդ քայլի համար աղջիկը տա պատասխան տալու, ամեն ինչից զրկվելու է։ Ես դու ինձ շանտաժ ես անում։ Մի գերագնահատի քեզ։ Չէ, շանտաժ չեմ անում, զգուշացնում եմ, որ թե քո, թե աղջկատ քթից բերելու եմ։ Մեկ էլ հիշի, որ դու զրկված ես ամեն տեսակ արտոնությունից, Բագրատ։ Ոչինչ,
Ինձ Բագրատ Լալայանն են ասում։ Ես ասենց չեմ թողնի։ Ինձ նեղողն ու ես օրին գցողն անպատասխան չի մնա։ Էդ էլ եմ ես քեզ խոստանում։ Դու իմ ձեռքով ես գնալու։ Այո, ես կխառնվեմ Աստծո գործերին։ Ինչի եմ զարմանում։ Միշտ էլ իմացել եմ, որ տական քեզ, որ փողի համար հոգիդ էլ սատանային կծախես։ Ուղղակի չէի պատկերացնում, որ կգնաս իմ ամենավոխերին թշնամիների, շախունցների ձեռքը կսեղմես։ Ոչինչ, այդ ձեռքը տոթում կկոտրեմ, դրանցն էլ հետը։ Ես գնամ։ Խուսափում ես ինձանից։ Ես Հա, լարված էր շատ։ լարվելուս միակ պատճառը հիվանդանոցում հայտնվելն է։ Այդպես էլ չասեցիր ուր էիր շտապում ու ինչի առանց մեզ ասելու գնացիր։ Իրավունք չունեմ, բեցի։ Ունես։ Դե ուրեմն օգտվել եմ իմ իրավունքից։ Ու խնդրում եմ, խուճուճ ձևերով անընդհատ այդ նույն հարցը մի տուր, որ ցանկություն ունենայի կպատասխանեի։ Այսօր բացքերը։ Կերելա։ Այսօր հորքորը պապայիս էր փնտրում։ Չասեցիր, որ հերդ բոլորին կկորցնի, ինքը չի կորի։ Թող չանան կստանա։ Այդ բառերով չէ, բայց մոտավորապես նույն բանն էլ ես ասեցի։ Անհաջողները։ Ինչ, համաձայն չես։ Ամեն դեպքում մերոնց մասին ես խոսում։ Ճիշտը ոչ մերոնց մասին է, ոչ էլ ձերոնց, ճիշտը ճիշտ է։ Սեմի մասին մտքերն ինձ հանգիստ չեն տալիս, ոնց է փոխվել, ագրեսիվացել, դե երևի մեղադրելու չի, գուցե մենք ավելի վատ պահենք մեզ, եթե հայտնվենք իրա կարգավիճակում, կգնամ մի անգամ էլ հետը կխոսեմ,
Հուսամ ես անգամ հանգստացած կլինի, մի քիչ կրքերը հանդարտված կլինեն։ Ու վերջապես կկարողանանք մարդավարի խոսել։ Մեկը մեկից սիրուն են, չեմ կողնորոշվում որը վերցնեմ, բայց է շոտ սիրուն է, հենց ես էլ կվերցնեմ։ Ստոր արարած, ստոր, Բարես ես ինչ է վիճակդ։ ոչինչ ջուրը կմաքրիմ, Ոնց որ գազան սպանած լինես։ Գազանը ձեռքիս տակ էր, չուզեցի սպանել։ Լավ ես։ Լավ, դու։ Փաստորեն մատները ազատ ես պահում։ Բայց մատանի չդնելով իրականությունը չես փոխի։ Որտեղից ես իմացել։ Ինչ կարևոր է։ Ոնց ես գիշերով եկել հասել։ Մի կերպ։ Եկել եմ նայեմ աչքերիդ մեջ ու հարցերիս պատասխանները ստանամ։ Էսա քո սերը։ Բա ասում էիր, որ քո սերը հավերժ է, որ 100 տարի էլ լինի մեկը ապրելու է։ Ոտքս քաշեցի թռար ուրիշի գիրկը։ Պապան ա ստիպել։ Պապատ ա ստիպել։ Դանակը դրել ա վզիդ, թե զորով մատիդ մատանի ա դրել։ Լավ, արի հասկանանք ով այդ պապատ։ Մի օր կացրու, սոս կամած, եթե պապան լսի երկուսս էլ կսպանի։ Էդ հələ հարցը աղում կսպանի, շատ չես գերագնահատում հորը։
Ես գիտեի, որ մի օր գլխիդ մի փորձանք բերելու ես։ Էս ինչ օրն ես ընկել։ Օգնել եմ։ Օգնել եմ անիդ։ Շատ եմ օգնել։ Այսօր հասա։ Դու քեզ հասցրիր։ Տարվեցիր գրպաններդ լցնելու փողի մոլուցքով։ Բոլորին ոտատակ տվեցիր։ Ոչ ոքի չխնայեցիր, նույնիսկ քեզ։ Ուզում է երեխեքս լավ կյանքով ապրեն։ Լավ կյանքը փողի ու հարստության մեջ չի։ Լավ կյանքը սիրո ու ջերմության մեջ է։ Լավ կյանքը հոգատարության մեջ է։ Ուշա։ Ես իմ անես ճանապարհ եմ ընկել, որ կանգնել չեմ կարող։ Ես պիտի մինչև վերջ գնամ։ Կարող ես։ Իհարկե կարող ես։ Ուղղակի պետք է հրաժարվելու համարձակություն։ Միքայել ջան։ Այդ դրանից որ մի հատ ինձ տային, գիտես ինչ լավ կլներ։ Գնամ սարքեմ, հին օրերի պես։ Չէ, նստի տղա ջան։ Լավ ես ասում հին օրերի պես։ Ինչ օրեր էին է։ Չեմ ուզում, հավեսս պախավ։ Ինքան հոգնած եմ, որ սուրճ էլ չեմ ուզում խմեմ։ Ինչի՞, ինչ կար, շատ գործ կար։ Աներոջ չեմ տեսել, չգիտես, դրան որ դերում եմ, շատ եմ հոգնում արա։ Դրան որտեղ ես տեսա։ Ադե մոտս էր եկել ուզում էր կապիկություն աներ, են էլ չթողեցի, չթողի երկարացնի։ Դե լավ էլի պապ, արի հուշտ չանենք, դա ալը մեզ պետք է։ Մի հատ տղա ջան, ինչ անենք, ոտքերն ընգնենք աղաչենք։ Չեմ ասում ոտքերը ընգնենք, բայց դե հուշտ էլ չանենք։ Արա, այ աղբերենի փողի պոչը տեսելա, է նրան հուշտ անել կլնի, է դրան միշտ պետք է ֆորմի մեջ բարես։ Ճիշտ ես ասում։ Հենց մի քիչ երես տվեցինք, գլխներիս ամստելու։ Դա բավանց Միքայել ջան է, խի Բագրատին նոր ենք ճանաչում։ Մենի սրբություն չունեցող մարդը, դավաճանը կեզ օրինակ։ Այդ հալին էլ միշտ իրադարձությունների կենտրոնում է հայտնվում։ Դե կյանքի օրենքն է Միքայել ջան, տենց։ Դրանց նմանները միշտ կենտրոնում են հայտնվում։ Իսկ մեր գործը դրանց օգտագործելն ու մի կողմի շպրտելն է։ Աղջիկ ջան, ինչ ես նայում։ Դեռ հարցնում ես, բա։ Ես ամեն ինչ լսեցի։ Աղջիկ ջան, եթե ես ուզենայի թաքուն բան խոսեի, դրա ձևերը գիտեմ կխոսեի, կանեի։ Ես ոչ մեկից չեմ վախենում։ Այն ինչ կա, դա էլ ասում եմ։ Ամբողջ աշխարհը հորդ օգտագործեց։ Ինքը օգտագործվում է, ես պետք է ամաչեմ։ Ամեն դեպքում իմ հոր մասին եք խոսում։ Այն հորդ, որ մեզնից ավելի լավ ես ճանաչում։
Վիկ, ես ինչ անական կարեր։ Դե իմացա, որ դուք չեք կարող գալ, տոմսս վերցրեցի ու վերադարձա, իմաստ չկար մնալու։ Բան, նախապես գուշացնեիր, գայինք դիմավորեինք։ Լավ էլ է ավակ, տաքսի պատվիրեցի ու եկա, նեղություն չէի ուզում ձեզ տայի։ Ես ինչ նեղության մասին ես խոսում, հետաքրքիր կին ես։ Հիմա ինչ ես առաջարկում, վերադառնամ օդանավակայան, զանգեմ, որ կաք դիմավորեք։ Չէ, արի տեսնեմ ինչ կա, տունը առանց քեզ, տխուր ու անշուք էր։ Ես էլ էի շատ ձեզ կարոտել, առանց ձեզ չեմ դիմանում։ Ոնց նայում եմ, մենք հայրենիքից հեռու ապրողը չենք։ Ճիշտ ես, մենք հայրենիքից հեռու չենք կարող։ Ավելի լավ է մի քիչ փող աշխատենք, բայց մեր տանը լինենք մեր հայրենիքում։ Հոգու խաղաղությունը ամենից կարևոր է։ Հաստատ։ Իսկ Անգելինան գիտի որ գալիս ես։ Չէ, ոչինչ չեմ ասել։ Ես ոնց ձայնն եմ լսում։ Ես երբ ես եկել, մամ ջան։ Քիչ առաջ։ Բա ինչի՞ չէիր ասում գայինք քեզ դիմավորենք։ Որոշել են մեզ նեղություն չտալ։ Իա, այդ երբ վանից է իրար համար բան անելը նեղություն դարձել։ Ես էլ նույն բանն եմ ասում։ Կարևոր է, որ ես վերադարձել եմ ու մենք նորից միասին ենք։ Տոնը առանց քեզ շատ դատարկ էր մամ։ Ես էլ հեչ էլի։ Դու էլ լավ, բաբ, դու էլ էր նույն վիճակում։ Ճիշտ է Վիկ ջան, տունը առանց քեզ տուն չի։ Ես էլ ինձ շատ մենակ էի զգում, առանց ձեզ չեմ դիմանում։ Կարևորը հիմա ստեղ եմ ու միասին ենք։ Դուք էդ ասեք, ինչ կա, ոնց եք, ինչ նորություն կա։ Եղբորս եմ գտել։ Ես քեզ իմ հարազատ հոր նման հարգել, ընդունել ու սիրել եմ։ Բայց ինձ համար տհաճ է այս տանը հորս մասին նման խոսակցություններ լսելը։ Աղջիկ ջան, կարող գիտես, ես իմ տան մեջ թարգում պետք է խոսեմ։ Պետք է մտածելով խոսեմ։ Դու ինչ շատ լավ ճանաչում ես, գիտես, այն ինչ մտքիս այն էլ լեզվիս է։ Ես գիտեմ, որ իմ հայրը բարոյականությամբ չի փայլում, բայց Դրա մասին բոլորն էլ գիտեն։ Բայց ամեն դեպքում ինքը իմ հայրն է։ Ինքը միայնակ առանց կնոջ Անետի հետ միասին ինձ պահել, մեծացրել ու խնամել է։ Ես իրավունք չունեմ այդ ամեն ինչը ուրանալու։ Դա քո պարտավորությունն ու պարտականությունն է, որպես Բագրատի աղջիկ։ Իսկ իմը որնա կարաս ասես։ Գոնե իմ ներկայությունը հարգելով այս տանը կարող եք հորս մասին այդպես չարտահայտվել։ Նախ մեր խոսակցության ընթացքում, ամբողջ խոսակցության ընթացքում դու այստեղ չէիր։ Երկրորդ ես ոչ մի բանից չեմ վախենում, եւ երրորդ Բագրատը միշտ էլ անմարդկային կենտանի ա եղել։ Այդքան բան։ Պապ, Հա ինչ։ Կարողա դու տեն չես մտածում։ կարանք թեման փակենք։ Ես ես խնդրում եմ։ Եթե չեք կարող իմ հոր մասին հարգանքով խոսել, ուրեմն ընդհանրապես իր մասին այս տանը մի խոսեք։ Այդ սոգեբանություն արա։ Իսկ մեր հարցը սկսել է ճտպտալ։ Բերանը լեզու ենք դրել։ Շուտ մեծացավ։ Խմիր Բագրատ ջան, խմիր գլխացավդ կացնի։ Ես գլխացավի պատճառը ուրիշ տեղ է, սուրճով չի անցնի։ Երանի են ժամանակները, որ անցկացրել ենք այս տանը։ Ինչքան երջանիկ էինք, ինչքան խաղաղ էինք, ինչքան ուրախ էինք։ Ճիշտ է, կորուստներ էլ ենք ունեցել։ Բայց այդ կորուստներից հետո ավելի ենք ուժեղացել ու ամրապնդվել։ Թևութիկ մունք ենք եղել իրար։
Երեխեքին տեր ենք եղել։ Ամեն ինչ արել ենք երեխեքի համար։ Ծանր ու դժվար էր, բայց երջանիկ էինք։ Որովհետև մեր ունեցածով բավարարվում էինք։ Մեծ բաների չէինք ձգտում։ Երեխեքն էլ հաշտուհան մեր աշխեհին։ Հետո եկան խնդիրները։ Հա։ Մենք մեր գլխին ամպեր կուտակեցինք։ Ու մինչև հիմա չենք կարողանում դրանցից ազատվենք։ Հիմա պատասխան տվեք։ Կանչի դրան։ Ինչ ասելու էիր արդեն ասեցիր։ Էլ ինչ ես ուզում։ Ուզում եմ երկուսիդ գցեմ քաց ու տակ։ Կան բաներ, որոնց վրայով ես չեմ կարող անցնել։ Թե չէ հենց հիմա քեզ ոտատակ կտայի։ Քեզ մորթելուց ինձ ոչինչ չի խանգարի։ Գժվել ես։ Դու ձեր ձեռով չի գժվի։ Կգնաս։ Երեխուդ կհանես։ Երանի կյանքը նորից ապրելու հնար լիներ։ Չհասկացա։ Ինչ ես խոսում։ Ում նկատի ունես։ Կատակ է անում, մամ։ Ուշադրություն մի դարձրու նկատի ունեի, որ այս վերջերս իմ ու Հենրիի հարաբերություններն այնքան լավացել, որ ոնց որ քույր ու եղբայր լինենք։ Անգելինա, պետք չի մորդ խնայել։ Ճշմարտությունը բոլոր ստերից լավ է։ Երիկա ստերով սնվենք։ Ժամանակն ամեն ինչ իր անունով կոչենք։ Ինչ ես խոսում, ավակ։ Ինչ ես խոսում։ Հա, Անգելինան ամեն ինչ գիտի։ Իզուր քողարկել պետք չի։ Ինչ գիտի։ Պապա, պետք չի ժամանակը չի։ Հենց հիմա է դրա ժամանակը։ Ստի վրա սուտ չբարդենք։ Իրականության պարզ աչքերով նայենք եւ ընդունենք այն, ինչ տրված է մեզ ճակատագրով։ Սա ինձ համար շատ ուժեղ հարված է։ Մի րոպե ես չեմ հասկանում, ինչ ես խոսում, ավակ։ Անգելինան գիտի, որ մենք իրական ծնողները չենք։ Չէ, բապ, դուք եք իմ ծնողները։ Իմ հայրը ինձ մեծացնողն է, իմ մայրն էլ ինձ դաստիարակողն ու խնամողը։ Ես ուրիշ ծնողներ չունեմ։ Ինձ թողած ու գնացած մարդը չի կարա իմ ծնողը լինի։ Ես մենակ ձեզ եմ ճանաչում որպես ծնողներ։
ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ։ Սուս։ Մի անհանգստացի մամ ջան։ Տեղ այդ խիղճը չի մերցրել, չի կորցրել։ Էդ հիմա էլ հորս դեմ ես դուրս եկել, հա? Հանգստացի։ Ինչ ես տվել հորս, որ չես կարողանում վերցնել։ Ասում եմ հանգստացի, քեզ ինչում ինչ եմ տվել ու ինչ եմ վերցնում։ Ինչ ես ուզում այդ տարիքն առած մարդուց, թե վրեժից ծարավը հանգիստ չի տալիս, ճանապարհիդ ով հայտնվում է հանձելով գնում ես։ Այ որ հնձած լինեի, հիմա այսօր ինչ էի լինի։ Կգնաս հորդ կհարցնես, թե ինչ եմ տվել ու ինչ պիտի վերցնեմ։ Իդեպ ուրախ եղի, որ մինչև հիմա հերդ ողջ է, որտեվ դավաճանները պետքա սատկած լինեն։ Գոհ եղեք ես մարդուց, որ ինձ դաստիարակել է, որ չի կարելի մարդկային կյանք վերցնել։ Դա իմ միակ թույլ եւ ամենաուժեղ կետերից է։ Վերջին անգամ եմ զգուշացնում։ Հորս հետ գործ չունես։ Դու չես կարա ինձ ինչ-որ բան զգուշացնես։ Ճիշտ կլինի հորդ զգուշացնես, որ չի կարելի այն ձեռից որ հաց ես ուտում, այդ ձեռը կեղտոտել, ու ունեցվածքը ստանել, թշնամիների ոտքերի տակ փռել։ Ինձ ձեր հաշիվները չեն հետաքրքրում։ Պիտի հետաքրքրի։ Հորդ կասես, որ սա դեռ սկիզբն է, թող վախենա վերջից։ Էդ ինչ ձև ես խոսում հորս հետ։ Հələ մի բան էլ ես եմ մեղավոր։ Չհասկացա այդ ինչ վերջնագրեր ես ներկայացնում։ Իսկ ես որպես աղջիկ իրավունք չունեմ իմ հորը պաշտպանելու։ Իմիջիայլոց դու հենց հիմա այն ես անում, ինչ որ ես ներքևում էի փորձում անել։ Ինձ թվում է իմ արածը շատ նորմալ էր ու բնական։ Հորս հորդ հետ չհամեմատես։ Ինչի դու քիչ կեղտոտ գործեր եք արել։ Ուղղակի ձեր ազգանունը ձեզ բոլոր պատմություններից չորա դուրս հանում։ Բայց ինչ անշնորհակալ ես անում։ Ինչի եմ անշնորհակալ։ 25 տարի լուռ ու մունջ բոլորի ծառայում եմ։ Նույնն էլ ինքն է արել։ Ինչի՞ է ձեզ թվում, որ ես առաջվա երեխեն եմ ու մինչև հիմա խոսքի իրավունք չունեմ։ Չես հասկանում, որ ես արդեն հասուն կին եմ։ Ոնց եմ ես հոգնել ես անվերջ վեճերից ու խոսակցություններից։ Ինչի համար ինձ բերեցիր ես տուն։ Եթե բոլորիդ համար այդքան տհաճ է իմ ներկայությունը։ Եթե ես քեզ չբերեի ես տուն, հերեդ քեզ տնից դուրս էր հանելու։ Եթե դու չխառնվեիր իմ կյանքին, իմ կյանքը լրիվ ուրիշ կերպ կդասավորվեր։ Դու շատ լավ գիտեիր, որ իմ սիրտը մենակ Սոսին է պատկանում։ Եթե դու չհայտնվեիր մեր վերջի զանգին, եթե իր ճանապարհին չհայտնվեիր, այդ դժբախտ պատահարը տեղի չէր ունենա, ու ստիպված չէիր լինի ինձ ես տուն բերել։ Ես էլ հիմա ոսկորի նման չէի մնա բոլորիդ կոկորտին։ Ինչ դժբախտ պատահար։ Սոսի մահը։ Նա վաղուց արդեն վերակենդանացել է։ Ես էլ խելքս գլուխս եմ հավաքել։ Անենց որ կարաք ձեր առաջի զանգին էլ մասնակցեք, վերջինին էլ հետը։ Թքած ունեմ։ Չեմ հասկանում, բայց ի հայտնվելը ճիշտ էր թե սխալ։ Կարող է շտապում եմ։ Չնայած եթե չշտապեմ ինչա փոխվելու։ Նենց պատճառը կանգնած իմ ու Անգելինայի միջև որ քանի տարի էլ անցնի, ինչ էլ լինի, մեկը մենք մեր որոշումը փոխել չենք կարա։ Տարիներն ու ժամանակը մենակ կսովորեցնեն մեզ համակերպվել, ուրիշ ոչ մի բան։ Համակերպվել, որ դու իր աղբերն ես, ինքն էլ քուրդ, այդքան բան։ Կարո ջան, ես հանձնվում եմ։ Դու համով ուտելիքներ գտնելու մեծ վարպետ ես, ապրես։ Որովհետև համ գրիլյանն է ուրիշ, համ վանը, համ էլ գրիլյանի պատրաստած վանա քյաբաբը։
Ճիշտ է։ Գիտես, չէ՞։ Այնքան ենք եկել այստեղ, ինձ տեսնում են միանգամից ուտելիքի մասն են մտածում մարդիկ։ Խի վատա։ Ազգի ախորժակի մասն ենք մտածում, դրանից էլ մեծ պարտականություն։ Բան չասեցի։ Ես ոչ շատ գոհ եմ։ Իսկ ես լրիվ ուրիշ թեմայով շատ դժգոհ եմ։ Կարո ինչ ա եղել։ Ապա կիսվիր։ Այդ դու պիտի կիսվես։ Ասում ես, որ այդ աղջկան պատահական տեսել ես սրճարանում։ Ինչ եք խոսել։ Դե լավ էլի Կարո։ Հերիք այլ այդ նույն թեմով հարցեր տաս։ Ես քեզ ասում եմ, ոչ մի կարևոր բան չենք խոսացել, քանի անգամ ասեմ, վայ։ Համարենք չլսեցի։ Հիմա նորից ասում ես։ Ինչ եք խոսել։ Կարո, դե տեսա, որ շատ նեղված է այդ աղջիկը ու ստիպված Հենրիին ու իրավիճակը փրկելու համար դե ասել եմ, որ քույրու եղբայր եմ։ Խի քիչ հա։ Քո ինչ գործներ։ Գիտես ինչ, դու շատ վատ ընկեր ես։ Ասենք Հենրին հազիվ ուրիշ աղջկա է ուշադրություն դարձրել, չօգնեի։ Չէ, քո գործը չէր։ Հենրին իր հարցերը կարար լուծեր։ Երբ իրան հարմար լիներ, այդ աղջկան ամեն ինչ կպատմեր։ Միսիոներիս նայեք։ Հələ ումի նայում աչքերից մեջ սուտ էլ խոսում է։ Կարո։ Գիտեմ, որ չէիր սպասում, բայց